ազգային ժողովի հարգարժան փոխնախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, քննարկում ենք ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությունը։ Մեր ընդդիմադիր գործընկերները շատ կարևորում են այս նախագահի ընտրության հարցը, ինչը շատ լավ է, բայց ինձ մոտ կոգնիտիվ դիզոնանս է առաջանում, ինչի համար, որովհետև մեր ընդդիմությունը 4 տարի շարունակ չի համալրել իրեն հասանելի հենց պաշտոնները, ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը, հանձնաժողովի նախագահների եւ տեղակալների պաշտոնը։ Եթե սիրելի գործընկերներ այդքան կարևորում եք այս աշխատանքը, ինձ մոտ հարց է առաջանում, ինչի 4 տարի շարունակ դուք չեք համալրում։ Միթե Տիկին Գյուրեղյանի ասած չափանիշներին համապատասխան մարդ չէ գտնում ձեր շարքերում, թե ընդդիմության մեջ չեք կարողանում իրար հետ կիսել պաշտոնները, թե պարզապես ձեզ համար կարևոր չէ այս աշխատանքը։ Դուք ուղղակի սիրում եք գալ ամբիոնից խոսել եւ այս ամբիոնը օգտագործել միայն մանիպուլացնելու մեր ժողովրդին։ Ամեն անգամ դուք այս ամբիոնը օգտագործում եք մանիպուլացնելով մեր ժողովրդին, ինչպես այս անգամ եւս։ Մենք խոսեցինք ամեն ինչից, կրթությունից, տարբեր հարցերից, բացի բուն թեմայից եւ վերջի, եթե ազգային ժողովի падգամավորի համար բարձրագույն կրթության պահանջ չկա, իսկ հանձնաժողովի նախագահը ոչնչով չի տարբերվում, հա, ինքնանուն падգամավորն է, ուղղակի մի փոքր լիազորություններ ունի ավել հանձնաժողովի ավելի շատ տեխնիկական հարցերը, հա, աշխատանքները կազմակերպելու, նիստը վարելու եւ այլն։ Այս հարցը անգամ դուք նորից մանիպուլացնում եք այստեղ։ Եվ այստեղ գալիս եք խոսում եք Լիլիթ Մակունցը ինչ է արել, հա, ինչ կապ ունի դիվանագիտության հետ, Տիկին Վարդանյան, ասեմ Լիլիթ Մակունցը ինչ կապ ունի դիվանագիտության հետ, այն կապը ունի, որ իր դեսպանության օրոք Հայաստան-Ամերիկա դիվանագիտական հարաբերությունները հասել են աննախադեպ մակարդակի, ինչը մենք այսօր ունենք նաև արձանագրում օգոստոսի 8-ի փաստաթուղթը, այդ կապը ունի, իսկ ինչ եք արել դուք, ձեր դաշնակ երիտասարդներին տարբեր, հա, դեսպանությունների մոտ հավաքել եք, խայտառակելով առաջին հերթին ոչ թե դեսպաններին, այլ հենց Հայաստանի Հանրապետությունը, այստեղ եւս ինձ մոտ կոգնիտիվ դիզոնանս է առաջանում, որովհետև դուք չեք կարող մի կողմից պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահերը, մյուս կողմից ուղղակի ամեն առիթով ոտնահարել Հայաստանի Հանրապետության շահերը։ Դուք կեղծ եք, հասկանում եք, դուք ինչ խոսում եք, ինչ անում եք, դուք կեղծ եք, հա, նույն քիչ առաջ գործընկերս խոսեց կանանց թիրախավորելու, հա, չթիրախավորելու կարևորության մասին գալիս եք խոսում եք առանձին զրույցներում, բայց գալիս է, հա, ԱԺ մոտ ամեն կերպով մանիպուլացնում եք ու բացարձակապես դուք բարոյականության սահմաններ չեք ճանաչում քաղաքականության մեջ, բոլոր բարոյականության սահմանները անցնում եք։ Այստեղ հա, երկրի լեգիտիմ ընտրված վարչապետին դիմում եք հապավումով, բնավ դուք չեք վիրավորում, դուք ցույց եք վերջ-վերջո մանկավարժեք եւ այս ամբիոնը նաեւ կրթելու համար է, ոչ միայն մանիպուլացնելու համար ժողովրդին։ Եվ այստեղ արդեն տարիներ շարունակ գալիս եք վիրավորանքներ եք հնչեցնում, թուրքահպատակ, ինչ որ ես չեմ ուզում այս ամբիոնը օգտագործեմ այդ զազրելի բառերը օգտագործելու համար, բայց այդ պիտակավորումները որ դուք տալիս եք ինձ, իմ թիմին, դա մեզ չի կպնում, հասկանաք, դա ցույց է տալիս ձեր դեմքը։ Եվ վերջի մեր ժողովուրդը դուրս է գալիս, հա, տեսնում է, թե ինքը ինչ պայմաններում է ապրել, հա, մինչև հեղափոխությունը, հիմա ինչ պայմաններում է ապրում։ Վերջի մարդիկ զգում խաղաղությունը, ուղղակի այդ խաղաղությունը մարդիկ չեն կարող չզգալ։ 1 տարի 7 ամիս է մոտ, որ ոչ մի զոհ չկա սահմանային, իսկ դուք ինչքան էլ գաք այստեղ խոսեք, ասեք ոսկեբարի եկեղեցին հանձնեցին։ Ու պարոն Դանիելյան, իմիջիալից դուք չեք եկել ամբիոնից ներողություն չեք խնդրել ժողովրդից, որ դուք խուճապ եք մատնել ժողովրդի մեջ, եւ հիմա էլ մարդիկ տեսնում են, որ ամեն ինչ լավ է, բայց այնքան եք դուք ամեն ինչ վատ ներկայացնում, որ ասում են լավ, բայց Տես չէ էլի, որ այդքան վատ է, ինչ են այս մարդիկ խոսում, այս ժողովուրդը շատ լավ հասկանում է, ու ես հասկանում եմ, դուք նաև 26 թվականի ձեր խոսույթն եք արդեն ձևավորում, բայց պետքա ձեզ հիասթափեցնեմ, եթե 21 թվականին կարողացաք ինչ-որ չափով ընդդիմության շարքերը համալրել, 26 թվականին անգամ ձեզ չի հաջողվելու ընդդիմություն լինեք, որովհետև 4 տարի շարունակ, ես էլի եմ, այս գնահատական չեմ ուզում տալ ձեր աշխատանքի, բայց կարելի է այս 4 տարին այլ կերպ օգտագործել, ամեն դեպքում ձեր գոնե ընդդիմության աթոռները պահպանելու համար։ Եվ ինչ վերաբերվում է մեր հանձնաժողովի նախագահի ընտրությանը, Տիկին Հունանյան, ես եւս ողջունում եմ ձեր թեկնածությունը եւ վստահ եմ, որ կկարողանաք պատվով կատարել հանձնաժողովի նախագահի լիազորությունները եւ կաշխատեք իշահ Հայաստանի Հանրապետության եւ իշահ հայ ժողովրդի։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։